Ողջույն հարգելի հետևորդներ, եթե դիտում եք մեզ, նշանակում է ժամը 22:45 րոպե եւ ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, իսկ ես Արթուրն եմ, ողջունում ենք մեզ նոր միացած հետևորդներին, պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ կիսվեք այս տեսանյութերով։ Արամ, սկսելով հաղորդումը այսօրվա ինչ կարևորագույն թեմաներին անցնելը, երեք Արամ Սարգսյանը հարցազրույցում հեռուստաալիքներից մեկում հաստատեց քո խոսքերը, որ Ռոբերտ Քոչարյանը 3 դիագնոզներով հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին, ընդդիմություն, իշխանություն եւ եկեղեցի այս կռվին է հետևում եւ սա հաստատեց, որ հենց Ռոբերտ Քոչարյանի կազմակերպածն է հոգեվորականներին, իշխանությանը հանելով եւ նաեւ ընդդիմությանը քաշելով իրար դեմ դիմաց, նաեւ այստեղ սա Ռոբերտ Քոչարյանի խաղն է հերթական։ Շնորհակալ եմ Արտուր հարցի համար, ողջունում եմ մեր սիրելի հայրենակիցներին եւ եւս մեկ անգամ փաստվեց այն ճշմարտությունը, որ Ռոբերտ Քոչարյանը, գիտեք, ես բացահայտել էի, որ նա մինչ այս մուտիտը գցել է նաեւ 2024 թվականին մենք բացահայտել ենք, որ հունիսի 12-ին, երբ կհիշեք, որ տերորիստ Բագրատը հայտնի այդ տականքը սադրանք իրականացրեց ազգային ժողովի դիմաց եւ բախում տեղի ունեցավ եւ այդ բախումը ուղղակի հանգամանքների բերումով չվերածվեց արունահեղության այդ ժամանակ եւս իր օրական գերեզմանը Ալիևին վաճառած նվեր տված Քոչարյան Ռոբերտը չգիտես ինչպես հունիսի 12-ին Արտուր մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ Դուբայ, որը որ մենք բացահայտեցինք եւ նաեւ Դուբայում ներկայացրեցինք թե որ տան մեջ որտեղ է հանդիպել Ալիևի ներկայացուցիչներին եւ ես նշեմ Արտուր, որ այս տականքը 1 տարի առաջ անգամ այս ամեն ինչը կազմակերպեց, ինքը երկից հեռացավ, որպեսզի նոր մարտի 1 ուղակի կազմակերպի եւ արունահեղություն տեղի ունենա եւ այնուհետեւ վերադառնալուն պես գնար Եվրոմիության դռները ընկներ եւ ասեր տեսեք թե Հայաստանում ինչ է տեղի ունենում, ցուցարարներ են գնդակահարում այս արունահեղությունը, ինչպես որ նա այդ ամեն ինչը իրականացրել էր մարտի 1-ին եւ նա իմիջիայլոց շատ մեծ փորձ ունի։ Մենք այսօր կանադառնանք հոկտեմբերի 27-ին, մարտի 1-ին, թե ինչ մեծ փորձի է տիրապետում, ինչ փորձառու է Ռոբերտ Քոչարյանը այդ հատեքստում եւ ինչն է շատ կարեւոր Արտուր, որ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը թերևս Հայաստանում այն եզակի մարկանցից է, որը որ շատ լավ ճանաչում է Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նա եւս Ռոբերտ Քոչարյանի տուժողներից է եւ շատ լավ պատկերացնում է, որ այն ինչը տեղի ունենում մեր երկրում, դա Ռոբերտ Քոչարյանի կազմակերպածն է եւ կհիշեք Արտուր, երբ նա իր հայտնի ասուլիսներից մեկում ասաց, որ որոշակի սրբազան պետքա լինի, որ առաջնորդի պայքարը եւ այս մարդը ես այն ժամանակ եմ բացահայտել, որ ինքը Գերմանիայից զանգահարում է այդ ընթացքում Աբրահամյան Հովիկ կոչվածին են ինչ որ մուկա կռիսա չգիտեմ ինչա այն որ Ստեփանորիչի կուրտկով է 30,000 դրամից ման գալիս այդ երևույթին զանգել էր Գերմանիայից եւ մենք ուղղակի ինֆորմացիա ենք ստացել որ ասել հեսա գալիս եմ վլաստով եկալ եմ Հայաստանում իր ասած բառերն եմ ասում Ռոբերտի եւ դա տեղի ունեցա հենց երբ որ այդ տերորիստին գտել էին եւ ուղղակի եկեղեցականի հագուստ էին հագցել եւ գտել էին քուչեկը որպեսի պրովոկացիա իրականացնի սա նրա ձեռագիրն է եւ այսօր Արտուր այն ինչը տեղի ունենում նաեւ կհիշեք հայտնի Արշակ Սրբազանի հետ կապված այդ ահասարսուր տեսանյութը սեռական բնույթի դա այդ ամեն ինչը ուղղորդվում է Ռոբերտ Քոչարյանի այդպես տնից օջախից, իսկ Ռոբերտ Քոչարյանի տունը օջախը գտնվում է, գիտեք արդեն, ոչ թե Երևանում, չնայած նա այդ Իսակովում պետության տարածքա զավթը այնտեղ, չգիտես ոնց պետությունը նվեր է տվել, ինչ-որ այլ մարդ չկար մի քանի հեկտար տարածքու տուն նվեր տային, ինչ-որ մի հատ Ղարաբաղցի տականքի են նվեր տվել, սա իր հերթին, թող պատժասի, որ դա եւս վերադարձվելու է պետությանը, նա բոմժ է դառնալու Արտուր եւ թոյթա իր հորական տունը Ստեփանակերտն որ ռեմոնտը չէր արել, այդ կավարտիրայի մեջ իր բջերի հետ ապրի։ Բայց թերևս փաստենք եւս մեկ անգամ, որ Ռոբերտ Քոչարյանը այս անգամ եւս եկեղեցուն այսպես բերեց առաջին պլան վեապարին գլխավորությամբ եւ այսօր Արամ Սարգսյանը շատ ճիշտ է ասում, նա ուղղակի տուն նստած իր
թայֆի հետ, իր լագուտ դուկուտների հետ, ուղղակի ես այսօր կհրապարակեմ այդ հայտնի նկարը, երբ ռեխը բացած ուղղակի Հեյդար Ալիևի հետ շուտ վիսկի էր խմում, ինչ էր անում, հրճվում էր։ Հիմա ինքը տունը հրճվում է Արտուր։ Եվ ցանկացած դժբախտություն, ցանկացած ներքաղաքական, չգիտեմ, բախում, ինչը որ Հայաստանի Հանրապետությունում մեր վատ բան է լինում, դա միանգամից հրճվում է Ռոբերտ Քոչյանը, որովհետև այդ ամեն ինչը նրա կազմակերպվածն է եւ մենք նշել ենք, որ սկսել ենք ազգային ազատագրական պայքար, որը որ միտված է, որ Ռոբերտ Քոչյանը, Սերժիկ Սարգսյանը, դե Սաշիկ, Մաշիկ, այդ իրանց Պաշկեն, իրանց Թայֆեն, Օգանովսկի, իրանք ուղղակի բոմժ պետք է դառնան Արտուր։ Սեփական ոչիլ չունեցող, կատու չունեցող այդ երևույթները եկան Արցախից գրավեցին Հայաստանում իշխանությունը, մենք նրանց ուղղակի պետք է ունեզրկենք, ենթարկենք, ինչպես ասում են, քաղաքագիտության տեսանկյունից էքսպրոպրիացիայի եւ ասենք գնացեք տարապեք բոմժեր։ Ամենամեծ պատիժը նրանց դա կլինի։ Ես կարծում եմ, որ նույնիսկ արժանի է չեմ, որ կատու ունենան, Այո։ Այդ կատուն էլ իրանց ձեռքում կտանջվի մեղք այդ կենթանին։ Արամ քո դիմաց տեսա, որ թղթապանակն է քո տեղադրված։ Այո։ Նշանակում է, որ այսօր այնտեղից որոշակի հրապարակումներ կանես եւ դու անդրադարձար Ռոբերտ Քոչյան եւ Հեյդար Ալիև հանդիպմանը։ Ես ուզում եմ հիշեցնել մեր հետևորդներին, ԱՄՆ պետդեպարտամենտը գաղտնազերծել էր փաստաթղթեր, որոնք վկայում են, որ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչյանը եւ Հեյդար Ալիևը տետատետ առանց միջնորդների համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ, այսինքն Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք հրապարակված չեն եղել։ Ղարաբաղյան բանակցությունում տարածքների փոխանակման տարբերակը հայտնի էր որպես Գոբլի պլան, այսինքն պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլի անունով։ Հենց նա էր հրապարակ անել այդ գաղափարը 1992 թվականին, երբ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը ՄԱԿ-ի հանձնարարությամբ այցելել էր Ղարաբաղ։ Արամ, այսինքն Մեղրին պետք է տային, հա, Լաչինի Միջանցքի դիմաց եւ Արցախի անկախությունը հառճակվեր, տենց էր նախատեսված։ Պետք է փոխանակեին Արտուր եւ հենց այս կոնտեքստում մենք պետք է դիտարկենք այդ հոկտեմբերի 27-ի ահաբեկությունը եւ ինչ այս պլանին անդրադառնալը մենք մի փոքր հիշացնենք եւ ուղղակի այսպես մեր ժողովրդի հիշողությունը թարմացնենք, տեսեք Արտուր Ռոբերտ Քոչյանը տարիներ շարունակ, երբ Արցախի հանրապետությունում զավթել էր իշխանությունը 90-ականներին, նա չմոռանանք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ստեղծված այդ բանդայի հայոց համազգային շարժում կար, չէ՞, ՀՀՇ։ Վարչության անդամ է եղել եւ ինքը եւ Սերժիկ Սարգսյանը եւ սրանք ուղղակի ծառայել են շամպես Արցախում Լևոն Տեր-Պետրոսյանին։ Բայց քանի որ Արցախյան պատերազմում հայկական զինված ուժերը հաղթանակ տարան եւ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ առաջ եկան գործիչներ, օրինակ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, որոնք որ ի տարբերություն այս մարկանց իրենց երկիրը սիրում էին, գնահատում էին, պատրաստ էին պայքարել երկրի համար եւ ուղղակի երբ ստեղծվել էր այդ իրավիճակը, երբ արդեն մեծ հեղինակություն ուներ Վազգեն Սարգսյանը եւ Ղարաբաղի Արցախյան այդ հարցի կարգավորման մի քանի տարբերակ կար, որին որ դեմ էր Վազգեն Սարգսյանը եւ Վազգեն Սարգսյանի շրջապատը, այսինքն այն մարդիկ, որոնք որ իրականում ոչ թե բառերով էին պայքարել Արցախի անկախության համար, այլ գործով ապացուցել էին։ 1996 թվականից հետո, երբ երկրում շատ տխուր իրավիճակ էր ստեղծվել քաղաքական տեսանկյունից, Լևոն Տեր-Պետրոսյանը ուղղակի հասկանում էր, որ այլևս չի կարող մնալ իշխանության, որովհետև չունի այն ժողովրդի մոտ սերը հարգանքը չի վայելում, ինչը վայելում էր 1991 թվականին եւ թերևս սա եզակի դեպք է, երբ պատերազմում հաղթած այսպես իշխանությանը ուղղակի ժողովուրդը սկսել էր ատել։ Իսկ ատում էր մի բանի համար, որովհետև ցավոք սրտի Տեր-Պետրոսյան Լևոնը զբաղված լինելով ինչ-որ արտաքին քաղաքական հարցերով աշկաթող էր արել, թե ինչ է տեղի ունենում երկրի ներսում եւ երկրի ներսում կհիշեք այդ ՀՀՇ-ի թայֆեն ինչ էր իրականացնում Քոչյանի, Սերժի այդ համատեղությամբ եւ ուղղակի տոտալ թաներ տեղի ունենում երկրում։ Այդ ընթացքում որոշեցին օրինակ Վազգեն Սարգսյանի հետ խորհրդակցելով, որ ճիշտ կլինի, քանի որ Վազգեն Սարգսյանը եւս կողմ էր, որ Արցախի հարցը լուծվի այն պայմաններում, որ Արցախը պետք է ճանաչվի անկախ, որոշեցին, որ ուղղակի 1998 թվականին Ռոբերտ Քոչյանին բերեն նշանակեն վարչապետ եւ
բանակցությունների արդյունքում դուրս գա, որ Ռոբերտ Քոչյանը արդեն նաև ներկայացնում է հենց Արցախին որպես արցախցի եւ հենց դա էր ամենամեծ սխալը Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Սարգսյանի, երբ որ նրանք ընդունում էին որպես իրենց թիմակից Ռոբերտ Քոչյանին, բայց ամեն ինչ սկսեց զարգանալ այսպես դեպի սրվեց իրավիճակը այն ժամանակահատվածում, երբ 1998 թվականին Ռոբերտ Քոչյանը կեղծեց ընտրությունները, դարձավ նախագահ, Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ եւ շատ կարճ ժամանակ անց Վազգեն Սարգսյանը հասկացավ, երբ արդեն երկի վարչապետ էր, ինչ է տեղի ունենում եւ իրականում ովքեր են այս թուրքերը։ Եվ կհիշեք, ամենակարևոր հարցը Արտուր, որ Վազգեն Սարգսյանը երբ նաեւ հուշերը կան մարկանց, իր մյուս եղբոր հուշերը կա, երբ նա բոլորին հավաքել էր եւ ասել էր, որ արդեն այդ էջը համարում ենք փակված եւ պետք է կառուցենք երկիր եւ այդ քրյա օլիգարխիան, որը որ արդեն ՀՀՇ-ից այսպես վերածվել էր Ղարաբաղյան կլանի, այդ Ալիևի քութիկները ուղղակի շատ ծանր տանեն հանգամանքը, որ այլևս չեն կարող այդպես մոնոպոլիաներ ունենալ, թալանով զբաղվեն եւ սկսվեց Ռոբերտ Քոչյան եւ Վազգեն Սարգսյան հագամարտությունը արդեն այսպես տվերային եւ այդ ընթացքում հասկանալով, որ Ռոբերտ Քոչյանը ուղղակի որպես Հեյդար Ալիևի շուն պատրաստվում է հեղաշրջում իրականացնել Հայաստանի Հանրապետությունում եւ Վազգեն Սարգսյանը, քանի որ վարչապետ էր եւ պետք է տեղ ունենային խորհրդարանական ընտրություններ, կհիշեք, որ նա ամիսներ շարունակ այդպես համոզում էր Կարեն Դեմիրճյանին, որպեսզի միասին այդ միասնություն դաշինքը ստեղծվի եւ գնան արդեն խորհրդարանական ընտրությունների։ Խորհրդարանական ընտրությունները դուք հիշում եք, որ հաղթանակ տարավ հենց միասնություն դաշինքը, հենց Վազգեն Սարգսյանի եւ Դեմիրճյանի գլխավորությամբ եւ ձևավորվեց նոր կառավարություն, Դեմիրճյանը դարձավ ազգային ժողովի նախագահ եւ Ռոբերտ Քոչյանը հասկացավ, որ նա ուղղակի նրա օրերը հաշված են, քանի որ նա այլևս չուներ ռեալ այն իշխանությունը, որը որ նախագահ լինելու պայմաններում մինչ այդ ուներ, քանի որ խորհրդարանը արդեն վերահսկում էր Վազգեն Սարգսյանը Դեմիրճյանի հետ եւ ստեղծվել էր երկի ներսում երկիշխանություն։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, երբ Վազգեն Սարգսյանը տեղեկանում է, որ Քոչյան Ռոբերտը Հեյդար Ալիևի հետ արդեն բանակցում է այդ Պոլ Գոբլի ծրագրի կոնտեքստում, մեր ունեցած տվյալներով նա ուղղակի աթորով այդպես հարվածել է Քոչյանի գլխին, որից հետո Քոչյանը դիմել է փախուստի, շատ կարճ ժամանակ հետո նրան գնացել են Գորիսից, թե որտեղից ճամփից բռնել են, հետ են բերել, ասել են խայտարակ կլինենք Արամ աշխարհով մեկ, երկի ղեկավարը սուրս շամպես փախնում եւ այդ ընթացքում երբ Վազգեն Սարգսյանը ուղղակի Ռոբերտ Քոչյանին ասել է, որ մի քանի ամիս է նրան մնացել, որովհետեւ նա այլևս չի կարող լինել Հայաստանի Հանրության նախագահ, որովհետեւ Հայաստանի Հանրության նախագահան իրավունք չունի սակարկման այսպես թեմա դարձնի մեր ինքնիշխան տարածքը եւ ինչ որ մտնի մութը այդպես գործերի մեջ, այդ ընթացքում Արտուր դուք երևի բոլորը արդեն գիտեն, թե հենց այդ ժամանակահատվածում չգիտես ինչպես տեղի ունեցավ ահաբեկչություն եւ ահաբեկիչները հերիք չի սպանեցին այսպես վարչապետին, ազգային ժողովի նախագահին, բայց մի բան էլ ահաբեկիչների հետ եկավ հանդիպեց Ռոբերտ Քոչյանը, Սուրբը։ Դա նույնն է, որ օրինակ Ջորջ Բուշը գնար Բեն Լադենի հետ հանդիպել սեպտեմբերի 11-ի ահաբեկությունից հետո։ Սա շատ հարցերի տեղիք տվեց եւ մի շատ կարևոր հարցի անդրադառնամ, տեսեք Արտուր, եւ դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը նոր էր վերադարձել Միացյալ Նահանգներից։ Այսինքն Միացյալ Նահանգները հասկանալով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը փոխվում է, նոր իշխանությունը պայքար է մղում կոռուպցիայի դեմ եւ արդեն որդեգրել է արևմտյան արժեքների ճանապարհը, միանշանակ Վազգեն Սարգսյանին հրավիրեցին, հանդիպեցին եւ այս կոնտեքստում տեսեք, թե ինչպիսի ինչ հանգամանքների բերումով ինչ ահաբեկություն տեղի ունեցավ եւ սա մենք պետք է դիտարկենք այն կոնտեքստում, որ տեսեք դրանից հետո Արամ Սարգսյանին առաջարկեցին երկրի ղեկավարի վարչապետի պաշտոնը, որպեսզի արունայեղություն տեղի չունենա։ Չնայած Արտուր արունայեղություն տեղի չէր ունենա, որովհետև կհիշեք Վազգեն Սարգսյանի այդ շրջապատը նրա հավատարիմ այդպես ճակերտավոր անձինք Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ այլ այդպես ռեյնբոներ, որոնք որ
իրանց չգիտեմ ում էին դրել, շատ կար ժամանակահատվածում, երբ նրանց ուղղակի գեներալի կոչում տվեց, Քոչարյանը պաշտոններ տվեց, ուղղակի հիշողության կորուստ ունեցան եւ այդ ծանր պայմաններում Արամ Սարգսյանը ստանձնելով վարչապետի պաշտոնը փորձեց իրավիճակը կանխել, որպեսզի քաղաքացիական պատերազմի չհասնի եւ Արտուր շատ արագ երբ Ռոբերտ Քոչարյանը հասկացավ, որ Արամ Սարգսյանը արդեն իսկ տեղյակ է այդ մեղրի հետ կապված եւ նաեւ Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի այդպես նամակներ գտել մի մասը, որտեղ որ Վազգեն Սարգսյանը իր օրագրում նշել էր, թե ինչ է տեղի ունենում եւ ուղղակի հասկանալով Ռոբերտ Քոչարյանը, որ Արամ Սարգսյանին եւս չեն կարող այլ ճանապարհներով խաղից դուրս դնել, ուղղակի մեկ օրում խախտելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը 2000 թվականին կհիշեք մի ստորագրությամբ ուղղակի պաշտպանության նախարարին վարչապետին չունենալով այդ լիազորությունը հակասահմանական ճանապարհով ազատեց աշխատանքից, բայց ես նշեմ, որ Վազգեն Սարգսյանը ոչ միայն այդ իր հուշերը, իր օրագիրը եւ այդ նամակները իր տանն է եղել, այլ նաեւ չմոռանանք Արտուր, որ նա եղել է Միացյալ Նահանգներում եւ մենք ունենք հստակ ինֆորմացիա եւ այսօր վարում ենք բանակցություններ եւ ես հուսով եմ, որ 2026 թվականի ընտրություններից առաջ մենք կստանանք այդ թույլտվությունը եւ այն նամակը, որը որ Միացյալ Նահանգներում կա Վազգեն Սարգսյանի կողմից գրված, մենք ստանալով այդ թույլտվությունը ընտրությունից առաջ կհրապարակենք եւ ողջ ազգը կհասկանա, թե ինչի մասին է խոսքը, թե ով է Ռոբերտ Քոչարյանը, թե ինչպես փորձեցին ուղղակի մեր պետականությունը այսպես Քոչարյան Ռոբերտը դարձնել ուղղակի շոր մի գաղութ, գավառ իր լափի համար եւ շատ կարեւոր է Արտուր, որ մենք մանրամասնորեն իրավական, քաղաքական եւ պատմական գնահատական տանք այս process-ին, որովհետեւ առանց հոկտեմբերի 27-ի հետևանքները վերլուծելու հավատացած եղեք, որ Հայաստանի Հանրապետության ապագան շատ մռայլ է, քանի որ ամենամեծ գաղտնիքը մեր այսպես դժբախտությունների հենց թաքնված է հոկտեմբերի 27-ի այս ահաբեկչության հատեքստում եւ նաեւ չմոռանանք մի կարեւոր հանգամանք Արտուր, որ երբ վարչապետ Արամ Սարգսյանին հերացեց ուղղակի խախտելով օրենքը Քոչարյան Ռոբերտը, կասկածելի հանգամանքներում ինչ որ Հունանյան նահանգի քերին կախվեց, չէ՞։ Միացյալ Նահանգներում ինչ-որ մեկին սպանեցին, այն մի գործով անցնողը, որը որ նախկին մասնագիտությամբ էլեկտրիկ էր, էլեկտրիկը այսպես էլեկտրահարվեց, այսինքն սա երբ վերլուծում ես դու հասկանում ես, որ պատահականություն չի եւ նաեւ մի շատ կարեւոր հարցի անդառնանք Արտուր, թե ուր է վերջի վերջո ձայնագրությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Նայիրի Հունանյանի այդ զրույցի, երբ նրանք հանդիպեցին եւ նաեւ չմոռանանք հայտնի այն դեպքը, երբ Տիգրան Նաղդալյանին սպանեցին եւ չբացահայտելով սպանությունը համարեցին բացահայտված եւ Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով կանոնավորվեց եւ դատապարտվեց Վազգեն Սարգսյանի մյուս եղբայրը։ Այսինքն սրանք հարցեր են, որ գիտեք ինչ, ուղղակի մարդու ծիծաղ է գալիս, ոնց կարա Վազգեն Սարգսյանի եղբայրը գնա ինչ-որ սպանի Տիգրան Նաղդալյանին, երբ որ Տիգրան Նաղդալյանը այդ գործով գիտեք ինչպես տեղեկատվություն ուներ եւ Տիգրան Նաղդալյանը դեռ շատ հարցի պետք է ապագայում պատասխան տար, թե այդ ոնց ինչ հարաբերություններ ուներ Նայիրի Հունանյանի հետ, թե այդ ինչպես եղավ, որ այդ հմեկի մեքենայով զենքերը տեղափոխեցին, թե այնտեղ մոնտաժված բաներ կար, որ տեսանյութեր կար, որ կորել էր։ Այսինքն առաջի շահագրգռված անձը, որ Տիգրան Նաղդալյանի գլխից մաս չպակասի, դա Վազգեն Սարգսյանի հարազատներն ու ընտանիքն էր։ Պատկերացնում եք, այսա տեղի ունեցել Արտուր եւ նաեւ ես հոկտեմբերի 27-ի կոնտեքստում կցանկանամ մի շատ կարևոր հարցի եւս անդառնամ եւ այսպես քանի որ մենք դեռ չունենք այն փաստային տվյալները, որը որ կարող ենք մեծ ծավալով հրապարակենք, ես ուղղակի այդ գործով շահագրգռված անձանց ուղղակի խորհուրդ կտամ, որպեսզի եթե ուզում են հոկտեմբերի 27-ը բացահայտվի, այս անձնավորությանը ուշադրություն դարձնեն, խնդրեմ։ Սա կրակեմ հրաշքն է հանրությանը հայտնի, որը որ եւս կասկածելի պայմաններում կորոնավիրուսի ժամանակ զոհվեց
Եվ ես կցանկանամ ուղղակի այն մարկանց, որոնք որ շահագրգռված են, որ հոկտեմբերի 27-ը բացահայտվի, կցանկանամ այդ մարկանց ուղղակի հետամուտ լինեն, թե հոկտեմբերի 27-ին, երբ ազգային անվտանգության ղեկավար այն ժամանակվա Սերժիկ Սարգսյանը ինչ-ինչ հանգամանքներում հայտնվել էր Արցախում, տեղում չէր։ Ես կցանկանամ, որ այդ մարդիկ հետամուտ լինեն եւ հասկանան եւ փորձեն բացահայտել, թե կրակյամ հրաչը առհասարակ հոկտեմբերի 27-ին որտեղ է եղել։ Եվ այդպես շարունակ, շատ փակագծեր չբացում։ Արամ, իդեպ Վազգեն Սարգսյանի կասկածները հենց հաստատեցին վերջնականապես պետդեպարտամենտի այդ գաղտնազերծված փաստաթղթերում, ես ուզում եմ ասեմ, որ տես Ալիև Քոչարյան 1999 թվականին 5-րդ եւ ամենակարևոր եզակի այդ հանդիպումից հետո, որ իրենք դուրս են եկել, Ալիևը հայտարարել է, որ Ռոբերտ Սետրակովիչն ու ես մտածում ենք, ով ինչ փոխզիջման կարող է գնալ, ասել է Հեյդար Ալիևը, եւ հետո Քոչարյանը հավելել, որ այո, պետք է ասեմ, որ մենք քննարկել ենք հենց փոխզիջումների բանակցային գործընթացում, այսպես ասած, միմյանց ընթരാճ գնալու աստիճանը, բայց բաժանվել են նրանք բարձր տրամադրությամբ, իրար հետ քննարկել են, թե որ փոխզիջումներից հետո քանի ոչխար են մորթելու համաձայնագիրը ստորագրելուց հետո, բայց հանրայնորեն չեն հայտնել, թե այդ փոխզիջվող տարածքները որոնք են լինելու, եւ հենց Վազգեն Սարգսյանը դա է իմացել, հարցրել Քոչարյանից, որ այո, նա հաստատել է, որ Մեղրին պետքա զիջի Լաչինի Միջանցքի այդ դրանից հետո եղել է։ Եվ Քոչարյանը ծեծելու այո, լղկելու, բանը։ Եվ օրերս նաև վերջերս Արամ Սարգսյանը բացահայտեց, որ Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ 6 միլիարդ փող է տալի ՄԱԿ-ը, արի համաձայնվենք, այսինքն այս թուրքը փողի համար ամեն ինչի ընդունակ է, եւ ես խնդրեմ հենց հիմա ներկայացնեմ նաև հայտնի լուսանկարը, խնդրեմ։ Երջանիկ եղբայրներ ուղղակի։ Խնդրեմ, այս եթիմին նայեք, սիրելի հայրենակիցներ։ Ռեխը բացած, գնացել է Հեյդարի հետ, ինչ որ բաներ է քննարկում։ Սա նորից եմ նշում, Արթուր ոչ մի բան էլ չի քննարկել։ Փողը քեշով տվեց, սրան տիկնասիությունը առել է Հեյդար Ալիևը։ Եվ Արցախը, որը որ սրանք վաճառել են դեր 1999 թվականին, ուղղակի 2023 թվականին այդ հայտնի դեպքերի ժամանակ վերջնականապես ուղղակի հանձնեցին իրենց եղբորը Արցախը եւ մեր հայրենակիցները թող մտածեն թե այդ ինչպես եղավ, այդ որտեղից գիտեր Ռոբերտ Քոչարյանը, որ Արցախի ճակատագիրը դեռ հեռավոր 1999 թվականին, որ մի կոպեկ 10 դրամի ներդրում չէր անում Արցախում, անգամ հորտունը ռեմոնտ չի արել Ղարաբաղի իրանց։ Այսինքն սա փաստ է այլևս Արտուր եւ մեր նպատակը գիտեք կանոնում է նաեւ նրանում, որ Ռոբերտ Քոչարյան անուն ազգանունով այս հոմո սապիենսը ուղղակի նետվի պատմության աղբանոց եւ սրա տեղը պատմության աղբանոցն է եւ նորից եմ նշում Արտուր Մեղրիում ներդրումներ չի արվել երկար տարիներ բացի Քաջարյանի այդ պղնձամոլինային կոմբինատից, որը որ իրանցով են արել տականքները եւ ինչ էին արել Քաջարյանի կոմբինատը կապանով բանով Սյունիքի հետ մի մասը այդ մեծ մասը որտեղ որ հանքեր կա պահում էր իրան Ռոբերտը Մեղրին էլ տալիս էր բանի էլի Լաչինի դիմաց Ալիևին այսինքն մեր զրկում էր անգամ Իրանի հետ սահմանից այս թուրքը դուք պատկերացնում եք սրա մտքի թռիչքը Ինչ 6 միլիարդ, 10-20 միլիարդ են սրանք աշխատել այդ Ղարաբաղի հարցով Արտուր, սրանց կյանքի միակ լուսավոր կետը եղել է Արցախյան շարժումը, որ այդ ժամանակ այդտեղ են իրանք գտնվել։ Եվ գտնվելով Արցախում, նրանք 90 թվականից սկսած թարանել են Արցախը Արտուր։ Հերիք չի Արցախը թարանել են 98 թվականից էլ արդեն տեղափոխվել են Մայր Հայաստանը թարանելու։ Դե ամեն կողմի փողերով անընդհատ ասֆալտ են փռում Արցախում։ Այնքան են փռել, արդեն այդ շերտը բարձրացել է։ Մեզ ինձ օրերս մարդ զանգարեց եւ մենք այդ տրամվայի հետ կապված տեսանյութը հրապարակել էինք, որ գծել է Կերիավ Քոչարյան Ռոբերտը, մարդը զանգարել է, մոտորես հանդիպելու ենք, ասում է ես ջուրֆայում եմ եղել Իրանում, անձամբ տեսնում թե տրամվի նոր այդ գծերը, որով պահեստում եղել է, որ պետքա փոխարինվեր, ավելացվեր, ասում եմ մի անգամից ջուրֆայում բերում, հանձնում էին պաստիկներին Քոչարյան Ռոբերտի թայֆին։ Սա հոփաստ է Արտուր ջան, մարդիկ կան ողջ են դեռ։ Ու այս եթիմը ինչ որ հայտ է ներկայացնում
ասում են ժամանակ ես այդ վիճակից երգիրը հանել եմ, հիմա էլ կարամ հանեմ։ Հələ սրանք չգիտեմ ես ինչ ասեմ։ Արա դու գույք պարտի դիմաց էր անում, տալիս էր պրոցես։ Դու քո հարցից տեղյակ չես, այ ողորմելի։ Գնա դրանով հետաքրքրվի, այ ճիճու։ Անիկն ասեր չմո, ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Արամ եւ հոկտեմբերի 27-ի թեման շարունակելով, վերջերս հրապարակված մի տեղեկության համաձայն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նախկին փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինկոն սենսացիոն հայտարարություն էր արել, ասելով, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ոչրագործություն ծրագրել են ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ավելի կոնկրետ գլխավոր հետախուզական վարչությունը։ Արամ այս հայտարարությունը շատ ուշացումով տեղի ունեցավ եւ Ռուսաստանի դեսպանատունը այնտեղ հայտարարություններ տարածել, որ ուզում են հայ-ռուսական հարաբերությունները սրանով ոչնչացնեն վերջնականապես, իսկ արդյոք սա ճիշտ չի եւ արդյոք չկա այստեղ նաեւ Ռոբերտ Քոչարյանի միջամտությունը այս ամենի մեջ եւ այդ գույք պարտքի դիմացը որ տենց հանձնում էր Ռուսաստանի դաշնությանը որպես շնորհակալություն, արդյոք դա որպես շնորհակալություն չէ Ռուսաստանին այդ ծառայության համար։ Միանշանակ կա վարկած եւ կա կասկած, Արտուր, որովհետեւ Ալեքսանդր Լիտվինենկոն պատահական մարդ չէր եւ եթե պատահական մարդ լիներ, նրան Պոլոնիմով չէին թունավորի Լոնդոնում եւ չէին սպանի հենց ռուսական հատուկ ծառայությունը, նա մեծ ինֆորմացիա էր տիրապետում եւ եթե մենք դիտարկենք այն հանգամանքը, որ նորից եմ նշում Վազգեն Սարգսյանը այդ հետ խորհրդային երկրների այդ կոռումպացված համակարգի կոնտեքստում նա փորձեց փոփոխություն իրականացնել, գնաց Միացյալ Նահանգներ, իսկ Միացյալ Նահանգներում մանավանդ 1997 թվականին անգամ այլ երկրի ավելի հզոր երկրի նախագահներ չէին կարողանում գնային ընդունություն արժանանային, այսինքն որոշակի Վազգեն Սարգսյանի աշխատանքներում քայլերում նրանք տեսել էին այն հանգամանքը, որ նա փորձում է հենց այդ մոդելը փոփոխի, այդ կոռումպացված համակարգի եւ նաեւ Միացյալ Նահանգները շատ մեծ աջակցություն էին խոսք տվել Վազգեն Սարգսյանի կառավարությունը եւ այս երբ դիտարկում ես այս ամեն ինչը հասկանում ես թե աշխարհակաղակական ինչ շահեր կային, չէ, այսօր էլ այդ ճանապարհը ով էր ուզում գար գոռում էր Միջանսկա, էսա այնա, միանշանակ հյուսիսից ուղղորդվող այդ քոսոտները մարդիկ, որոնք որ Արցախում 5 րոպե չեն եղել, Դոնբաս են վազում։ Մարդն ինչ արժանի պետքա անիկնասեր լինի, որ իր երկիրը ծանր վիճակում Արցախի անուն չեն տվել։ Գնացեն ուրիշ պետության, որ մտել է ուրիշ երկիր, չգիտես ինչով է զբաղվում։ Դա առանձին թեմա է աշխարհակաղական, բայց դու այ քնձրոտ, դու մատ քո տան հարցերը լուծի, քո տնից խոսա։ Թե Լավրովը 2 կոպեկ փող է շպրտել, խառնվել եք իրար։ Ես նշեմ, որ այս մարկնացել այն անգամ ռուսները օգտագործում։ Մի երկու հատ sense տականք դավաճան են գտնում այնտեղ, այդ հատուկ ծառայությունների կոչվածը, փող են բյուջեից դուրս գրում, մի երկու կոպեկ սրանց շպրտում են, ասում են գնացեք հաճացեք, այնտեղ էլ են փող աշխատում։ Եվ Ռոբերտ Քոչարյանի այն շուտ քիմիա էր, ասում են իմ ու Պուտինի մեջ քիմիա կար։ Կարող է ուրիշ բան կա, չենք իմանում Ռոբերտ քո ու Պուտինի մեջ։ Հələ մի քիչ պատմի երիտասարդ Արմեն Գևորգյանը հիմա կնեղանա ինձնից բացահայտումներ եմ անում, բայց Արմենչիկն էլ թող պատրաստվի Չեխիայում պատմելու եմ թե այդ իր Պրագայի տանը Քոչարյան Ռոբերտի հետ ինչով են զբաղվել եւ ես նորից եմ նշում Արտուր, այս վիժվածքը միմիայն փող աշխատե։ Սա համարում է իրան Ռուսաստանի շուն, չէ՞, սրա կարծիքով դեր են բանի ՑԿ-ի ժամանակներն է, էլի Կենտկոմի բանի ՑԿ-ԿՊՍՍ-ի էլի, այսինքն Մոսկվան ՑԿ-ն է, ինքն իրանց բանն է, գաուլայտերն է այստեղ։ Այսինքն այս քոսոտը միմիայն փող աշխատե Արտուր եւ որ ասում եք գույք պարկի դիմաց, չէ՞, մի թող չխափեն ժողովրդին։ Դա գույք պարկի դիմաց չի եղել։ Ռոբերտ Քոչարյանը այդ գույքը տվել է Պուտինին։ Իր փայը վերցրել։ Իր փայը AFK սիստեմայում իրան են տվել Եվտուշենկովի հիմնարկում։ Այդ որ Հելնումստեյնը հաչում ասում է ես նախագահ 2008 թվականից հետո բարձր աշխատավարձ եմ ստացել։ Ինչ Իլոն Մասկն է, ով է, չգիտեմ, ինժեներ է հայտնի, որ քեզ այդքան միլիոններ տային։ Այդ ո՞նց եղավ, որ Վիվասել է դարավ MTS Ռոբերտ։ Այդ ո՞նց եղավ, որ մի հատ գերմանացի բոմբ գտակ բան արեց այդ մոլոդենի տեր դարավ։ Այդ ոնց եղավ, որ Պերնո Ռիկարը եկավ Հայաստան $100 միլիոն ջեբը, վերջում պարզվեց 30 միլիոնով է պետությունից առե Արարատի կոնյակի գործանը։ Բան 70 միլիոն ուր է։ Փրկիչ։
Էրնեկյան Էդուարդոն։ Դուք Արտուր ոնց ասեմ ձեզ էլի, սա ինչ կա տվելա իր փողը այն գլխից վերցել է։ Աերոպորտը տվեց, Կոնվերս բանկը, Հայփոստը, որ մեկը ասենք։ Չտեսի պես ինչ տեսել են վրա են տվել։ Վաշխառու արա։ Վաշխառուն հələ գոնե գիտես որ վաշխառու է։ Ես ուրիշ բան ասեմ ձեզ, այնօր տաքսու վարորդը ինձ պատմում, ասում է 5-ը չենք եմ ունեցել։ 2006-7 թվականին ասում է կհիշեք, ասում է մի օր եղավ, որ դոլարի կուրսը միանգամից 300 քանիսից դարավ 400 քանիս։ Ասում է ինքը ինֆորմացիաներ որ Քոչյանի լակոտը, Սեթակ Քոչյանն ով է այդ, որ չէ հիշում որ թվերին է ծառա է դատավորը ասում է որ թվին է ծառա, ասում է չեմ հիշում։ Բայց փող հաշվել է, դոլար հաշվել է, լավ հիշում է։ Բա հիմա մենք որ ասում ենք սրանք չմո են Արտուր, սրանք դավաճան են, սրանք անիկնաս են, իրաց գեզմանները Թուրքին թողած վիժվածք են, խի ենք ասում։ Դուք պատկերացնեք մարդ բանակում ծառայի, ասեն որ թվին է ծառա, ասի չեմ հիշում։ Առնվազն պետք է վիժված կրնի այդ մարդը։ Ու այդ կուրսի փոփոխության պարագայում Սարգսյան Տիգրան կա մի հատ այն քնձրոտը, որ հիմա ԵԱՏՄ-ի եսի միշտնա, դեմտի հանեն շփոթան է այդ գործից։ Առաջվա կենտրոնական բանկի այդ վաղ ղեկավարներ։ Այդ մի օրում այդ ինչ միլիոններ աշխատեցին։ Այդ մարդը ասում է 5-ը չենք ունենք, մի օրում փակվավ ասում է մեր այդ տաղադրամի փոխանակման կետերը։ Ասում է իրանք գիտեին կուրսը, իրանք փոխեցին։ Մի անգամից 100-200 միլիոն դոլար մի օրում փող աշխատեցին։ Աֆրիկայի այդ եղածը Այսինքն Արտուր ջան, այստեղ մենք պետքա կամ մեր ազգը պետքա հիշողություն չունենա, կամ կույր լինի, կամ խուլ։ Բայց մեր ազգը շատ լավ հիշողություն էլ ունի, շատ լավ տեսողություն ունի, շատ լավ լսողություն ունի։ Եվ Քոչյան Ռոբերտին շփոթել է Զիբիլի Վեդրոն։ Արամ եւ Վազգեն Սարգսյանի Միացյալ Նահանգների այցի տեսանյութը որ դիտում ես որ վերադարձել նա շատ ոգևորված տրամադրված էր որ վերջապես Հայաստանը պետք է ծաղկեցնել նոր իդեաներով էր եկել եւ ափսոս որ հիմա Վազգեն Սարգսյանը մեզ հետ չէ թե չնա հաստատ մի քանի հոգու ապտակ կտար նույնիսկ այդ Ռոբերտ Քոչյանի կծեցել Գերմանից հելնիկը մեռն են տեղում Արտուր գլուխը հանի Գերմանից դուրս Ռոբերտ Քոչյանը Սիրուշո հետ կթռնի 4-րդ հարգից Եվ հիմա այդ որ ներկայացնում են անընդհատ ուսուցիչների աշխատավարձ են տվել 800 դրամ են ծաղկեցրել ուսուցիչների աշխատավարձը տալուց ես որ ասում եմ ուսուցիչի աշխատավարձ եմ տվել ես հիշեցի որ իմ աշխարհագրության ուսուցչուհի Ռևազյան Գայանեն մինչև հիմա հիշում եմ ես մի օր տեսա որ անցել է գործը թողել է աշխատանքը դպրոցում եւ անցել է տարադրամի փոխանակման կետում ռայկոմ տարադրամի փոխանակման կետում էր աշխատում որ իր ընտանիքը պահեր այդ էր իրենց տված ու պահած իշխանությունը Ռոբերտ Քոչյանի ու բանի Սերժ Սարգսյանի էլ չասած Լևոն Տեր-Պետրոսյանի որ մարդկանց մութ ու ցուրտ տարիները մութ ու ցուրտ բանում էր տներում էր պահում հացը տալոնով էր մի հատ բանի դիմացը հացի գործարանի դիմացը մարդկանց դուբինկեքով ծեծում էին լղկում էին որ հացի ավտոն դուրս գար գնար իրանց տները Արտուր տեսեք այսպես այսօրվա 2025 թվականի այս տարիներից այսպես որ հայացք ենք նետում մենք հեռավոր այդ անցյալ 1999 թվական 98 թվական մենք հասկանում ենք մի բան արդեն տեսնելով թե ինչ է այսօր տեղի ունենում տես 20 տարում ինչ տեղի ունեցավ մենք հասկանում ենք որ Վազգեն Սարգսյանը շատ մարդու էր խանգարում եւ խանգարում էր հենց այս Ղարաբաղյա Ալիևյան կլանին Արտուր դա մենք հիմա ենք հասկանում որովհետեւ դուք պատկերացնեք Վազգեն Սարգսյանի օրոք սրանց բջերը կարային բանակ չգնային մեկը կար ինչ որ Լիսկայի լակոտը կար մայթերով քշեր Երևանի կենտրոնում Չեմ ուզում ասեմ ինչ կաներ այսինքն ես խեմ ասում ես քրյա օլիգարխիան այդ ՀՇ-ի կեղտերը որոնք որ հետո տրանսֆորմացվեցին դարձան Ղարաբաղյան այդպես տականքներ Ալիևի Քոչյանի կլան նրանց էր խանգարում Վազգեն Սարգսյանը Վազգեն Սարգսյանը կարող է հասարակ քաղաքացիներ նեղացնելու ինչ-որ մեկին վատ բան ասելու չէ այս լրբի տղեկի հարցերն էր լուծելու սրանք չէին կարող այս գույլա տանեին Բա իրանց էր խանգարում դրա համար Քոչյան Ռոբերտի հետ հելան գնացին ընկան Ռուսաստանում Կրեմլի պատերի տակ Ալիևի հոր Հեյդարի ոտերը որ եկեք ախպեր մի բան արեք փողը վեգայելենք չենք կարող Ղարաբաղը ծախենք չի թողում Վազգենը Բայց միլիարդները սրանց ո՞րն ու Արտուր ինչ Մանթաշովի թորներ ով էր Քրքորյանի հորքուրի աղջիկներ Ռոբերտ Քոչյանը ով էր Թորը մտ գա ասի հիմա Արտուր ջան մարդուն
հարց ես տալի իր բջին, ասում ես 2008 թվին է երբ է բանակից վերադարձել, այսպես Նարի ինշուրանսի տեր ոնց ես դարել դու 20 տարեկանում մի քանի միլիարդ դրամանոց կառույց է։ Կարաս հիմնավորես։ Ասում մենք միլիարդատեր չենք, միլիոնատեր ենք։ Փլես մարկաս ցինիզմը նայեք։ Թող սպասեն Արտուր։ Իրանք էլ չեն իմանում իրանց հետ ինչ անելու, տակ են։ Դե սպասեն ուղղակի շատ չի մնացել։ Մինչև 2026 թվականի ընտրությունները իրանք ճաղերի հետևից պետք է նայեն, որովհետև այս դատավարություններն է իրանց երկարում ձգվում, բայց մեկը թող ձգվի Արտուր, թող ձգվի, թող այնքան ձգվի, մինչև այդ օրը կգա, մենք կգանք։ Ես ուղղակի զարմանում եմ այն հայրենակիցների վրա, որ ասում են օրինակի համար, ասում են, այս իշխանությունը չլինի, թող Ռոբերտ Քոչարյանը գա, ոչինչ, ես իրան բերեմ, Արցախը կբերի ինքը, Արցախը կփրկի, ման Ռոբերտ Քոչարյանը թող գա, բան, ու ասում ոչինչ աշկ կփագեմ, դուք մի խոսացեք դրա մասին, թողեք մի տեղ են գնացել զոհվել է, Ռոբերտը գա, մի տեղ ունել տանեն, հանուն իրենց փողերի զոհեն, իրենց նպատակը է դա։ Ես այսօր մի հատ տեսանյութ էի դիտում, արամ, մեր հետևորդներին կխնդրեմ, եթե ուզենան թող դիտեն, ուրեմն TV 5-ով էր պատրաստված, առաջին րոպեու կեսում մտքիս մեջ ինչքան բան ասես պատտվեց, որ TV 5-ը փոխկապակցված լինելով Ռոբերտ Քոչարյանի հետ ոնց կարա տենց հետաքրքիր ռեպորտաժ պատրաստի, ուրեմն Սոսե Բալասյանյան, եթե ճիշտ եմ արտաբերում, ազգանունը ջյուդոյի Եվրոպայի չեմպիոն, ով 15 տարի իր կյանքը նվիրել է սպորտին եւ ներկայացնել է Հայաստանի Հանրապետությունը, նա նաեւ տեսանյութի սկզբում ասում է, որ Հայաստանը ներկայացնելով նաեւ Արցախի դրոշն է հետը տարել միշտ հաղթանակների ժամանակ լուսանկարներ են հրապարակել, որ 13700 եվրո է ստացել մրցանակներ, մի խոսքով հիմա նա արդեն տանիքներում է ներողություն պատերազմի ժամանակ 44 օրյայի ժամանակ մեջքը վնասված լինելով նա մասնակցել է պատերազմին, ամենավերջինն է դուրս եկել Արցախից, հիմա արդեն նա տանիքներում է, բայց որպես բանվոր է աշխատում, այնտեղ ցույց են տալի, որ քարը վերցնում է, դնում է տան, պատերա սարքում, բան միանգամից նշումներ է անում, որ մալադեց է աղջկան, խնդրեմ, Արցախից եկել է, Հայաստանում ապրում է, ընտիր անձնավորություն, մեկ էլ ուզում եմ մտքիս մեջ ասում եմ, բայց ոնց կարա TV 5-ը սենց ռեպորտաժ ցույց տա, էլի, հա, մեկ է շարունակությունն եմ նայում, շարունակությունում արդեն մեկ էլ ասում է, բայց ես գնալու եմ Արցախում, սա սովորում եմ, որ գնամ Արցախում իմ տունը սարքեմ, ես չեմ ներելու Արցախը հանձնողներին, բանը այնտեղ գնացի պաշտպանություն նախարարություն, բոլոր քննությունները տվեցի, ասում է կրակայինով բանով պայմանագիրը ստորագրեցի, բայց ինձ էլ չկանչեցին, հաջորդ օրը ես անմեղության կանխավարկածը բանանելով, բայց հասկանում եմ, որ երևի ներկայացել է, որ Արյան Ծառավով է ինքը այնտեղ Սուրեն Պապիկյանին կարող է տեսնի, այդտեղ խփի կրակի միանգամից կամ չգիտեմ ադրբեջանցիների վրա հարձակվի, երևի դրա համար պաշտպանության նախարարություն դա բան չի, հոգեկան խնդիրներ ունի, հա, դա բան օբյեկտիվորեն ես չեմ ներելու այդ անձնավորություններին, բանց, այ ցավը տանեմ, այ հարգելի մեր քույրիկ ջան Արցախցի, չես ներում, ման չես ադապտանում Հայաստանի Հանրապետությունում, ասում եմ հերը մնացել է այնտեղ, լավա որ ինքը այնտեղ է, մենք էլ կգնանք, հեսա իր գերեզմանը այնտեղ է, ոնց որ տենց էր ասում, մենք էլ կգնանք շուտով բան, այ ցավը տանում, հա, ու մեկ էլ ինչն է կարևոր, որ ասում եմ ես էլ չեմ ուզում Հայաստանի համար ներկայացնեմ աշխարհում ներկայանամ, այսինքն ոնց դու Հայաստանի Հանրապետությունում հիմա քույրիկ ջան բնակվում ես, քիմիչոյում պասպորտով էր ֆրֆռում, եթե քեզ թվում է դու դուրս ես եկել իշխանությունների դեմ դրանով իշխանությունն ես վնասում, ոչ դու Հայաստանի Հանրապետությունն ես վնասում, այդ 15 տարի ներկայացրել ես Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության դրոշի հետ միանգամից Արցախի դրոշն ես կախել մեջքիդ ներկայացրել, հիմա դառա որ դու Հայաստանը չես ուզում ներկայացնես, մի հատ է մունատ զունատ ես անում, եկել ես այդտեղ խոպան թե փախստական կարգավիճակով ես եկել, եթե քեզ համարում ես, որ Հայաստանը քո հայրենիքը չի էլ, ինքը ոնց որ ասում է, ես ծնողներիցս շատ Արցախս եմ սիրել, ավելի շատ քան ծնողներիցս Արցախս եմ սիրել, այդ ցավը տանեմ, գնա Ռուսաստանի Դաշնություն կամ գնա Եվրոպա, ինչի համար ես մնացեք, քույրիկ ջան, ամենայն հարգանքով ես զարմանում եմ ուղղակի արամ, որ սենց մարդկանց դեռ շարունակում են ներարկել մեջները, այդպես օգտագործել, այո, դե այդպես Ռոբերտ Քոչարյանի լրատվամիջոցը թող տաներ կոնգրես հյուրանոցում իրան աշխատանքի տեղավորել, որ ինքն տան պատեր չշարեր այդպես բանը, վարպետ բան սովորել։ Արտուր հավատացած եղեք, որ վաղը պետքնիկ տանեն շինարարության մեջ իրանց համար կօգտագործեն այդ մարդուն, փողն չեն տա Ռոբերտին, իրանք այդ են, ինչ հյուրանոց տան, ինչ նա 10 դրամ մեկին իր ջեբից փող կտա, Արտուր, ես քեզ ուրիշ բան ասեմ։ Տեսեք, այս ամեն ինչը պետք է մենք դիտարկենք այդ հիբրիդային պատերազմի այդ կոնտեքստում, որովհետև չմոռանանք թե Նարի Հունանյանը հոկտեմբերի 29-ին ում զանգ է,
ազգային ժողովից երբ այդ ահաբեկությունը իրականացել էր, չէ՞։ Դաշնակներին է զանգե, բա ժողովրդին բա ուրա երբ եք բերում։ Նաև չմոռանանք թե ինչ ցուցմունքներ ա եղել այդ գործի շրջանակում, թե նայրին ոնց են հենց նույն ձև ներարկե, որ Վազգենը խանգարում է, Վազգենը բոլորի դեմը փակել է, այս երգիրը չի զարգանում։ Այսինքն սա այդ հիբրիդային պատերազմի կոնտեքստում պետք է դիտարկենք եւ պետք է հասկանանք, տեսեք, այն հանգամանքը, որ Արտուր այսինքն այս խեղճու կրակ այս չնայած նայրին ես չեմ համարում մարդ, այս աղջկա կոնտեքստում եմ ասում, այս մարդկանց, որոնք որ օբյեկտիվորեն վրդովված են, հայրիկ են կորցրել, չէ, տունտեղ են կորցրել, այս մարդկանց փորձում են ներարկեն, տրամադրեն ինչ որ իշխանությունների դեմ, ինչ որ մեկի դեմ, չէ, ասենք Սուրեն Պապիկյան կլինի, Փաշինյան, Նիկոլ կլինի, այնուցը կլինի, որովհետեւ օգտագործեն իրենց կեղտոտ պլաններ իրագործելու համար։ Ես չեմ ասում Ռոբերտ Քոչյանը հունիսի 12-ին այդ ուդուս գիտեր, որ ազգային ժողովի դեմը տերորիստ բգոն խփոցի է սարքելու, որ թրելա Դուբայ։ Լավ, այս մարդիկ ոնց ասեմ, այլ ոնց բացատրենք մարդկանց։ Այսինքն այդ մարդը արդեն իրան ալիբի է այսպես որոշել, անմեղության կանխավարկած, թրելա Դուբայ, այդ 3D ակնոցները դրելա, լայվը միացրել է այդ դաշնակցության այն մի կեղտերի ու 3D ակնոցներով նայում է թե երբ է ընդդեմ մորթոցին գնում։ Թե տերորիստ բգոն ոնց պետք է խփոցին սարքի։ Որ ասել ինչ էր անում, ասել բար պորտապար են նայում, դիգի յարա։ Չեք ասել ես Հայաստանում չեմ եղել, խաբար չեմ, տեղյակ չեմ օրինակի համար։ Այսինքն սա մենք ապացուցում ենք, չէ, Արտուր։ Եթե սա ճիշտ չի, թո Ռոբերտ Քոչյանը հրապարակի իր անձնագիրը, այնտեղ կա, չէ, պեյջատը խփած է, որ ինքը այդ օրը որ երկրում է եղել։ Այսինքն մենք սրանց բացահայտելու ենք ու նետենք պատմության աղբանոց Արտուր։ Եվ գիտես դեռ ինչն է հարցը, արա, որ նա այդպես օրինակ Սոսեի օրինակը բերել, ինչի համար բերեցի, ես շատ ցավ ապրեցի, հիմա որ սկսեցի վերիշել այդ տեսանյութը, TV5-ում տեղադրված է։ Ասենք սկսեցի նյարդայնանալ անիմաստ, տես գնում էի Ստեփանակերտ նկարանումների, մի Ստեփանակերտում սենց էր դրած, այդ իշխանական կլանը ներկայացրել էր, որ մենք արցախցիք, դուք հայաստանցիք։ Կարծես թե դառնում էր, որ Արցախցին բան անգլիական ինչ որ մի տոհմից էր առանձին, հայաստանցին դե բնականաբար ողջ գումարը մտնում էր Արցախ, ամեն տարի ասֆալտա փռում էին թազանորից, բայց այն Արցախի մարզերից որ խոսում ես, ասում գնում էինք, ասում էինք Արայքին, ասում էինք այդ բանին, Շուրիկին, ասում գնում ենք Շուրիկին, ասում ենք փող տվեք, մի բան անենք, անասնապահությամբ զբաղվենք, բան հենա այդ ձեր էս ինչ բարեկամ են, ասում ես չէ, փող չկա, գնացեք ստեից։ Բանը ոչ մեկ մենակ իրանք էին անում այդ ամեն ինչը, բայց այդ գումարները որ մտել է Հայաստան, փոքր Հայաստանում եւ Արցախը կարար ապրել, ասենք նույն Դուբայի նման, ասենք։ Փոքր Հայաստանը սարքել է ինչ էր, ամեն տարի Հայաստան հիմնադրամից փողը դուրս էր գալիս ասֆալտի շերտը։ Արտուր, սրանք ինչ Հայաստան, սրանք ինչ սիստեմ են ստեղծել։ Հայ ժողովրդի մի մասը թողեց գնաց Հայաստանից, Արցախը դուք պատկերացնում եք, Արցախում պետքա ոչ թե 140-150 հազար բնակություն լիներ, այդ առնվազն 500 հազար պետք է բնակություն լիներ։ Մի հատ փոքր Գազայում միլիոններ են, որ Արցախից 20 անգամ փոքր է։ Իսրայելը չի կարող տենում եք ինչա կատարվում։ Մի կտոր անապատի մոտ հողի տարածքի համար այնքան թունել են սարքել, մինչև չեն կարող ծերը գտնել։ Մի հատ Երևանի չափ տարածքում Արտուր։ Արցախը 12000 քառակուսի կիլոմետր հայկական Արցախի ՊԲ զորքերի վերահսկողության տակ դրախտ պետք է դառնար։ Պետք է այնպիսի ամրություններ լիներ Արտուր, որ անհնարին լիներ Արցախը։ Չնայած Արցախը հազարամյակներով հայեր են ապրել։ Թաթարները, սելջուկ թուրքերը, օսմանները, արաբները, չգիտեմ, ով ասես չի կարացել զրկի հային իր պատմական հայրենիքից, բայց մի քանի չընթրլով բոմժ դավաճան, Ղարաբաղցի տականք, Քոչարյանի Սերժի այդ թուրքերը, Հեյդարի գլխավորությամբ հայազգին այսօրը գցեցին։ Հիմա այդ խեղճ ու կրակ մարդկանց ինչ են ներարկում։ Բայց ես այսպես ժամերով կարանք մենք սրանց անդառնանք, մոտ ապագայում եւս մենք հանդիպումներ ենք ունենալու այդ երկաթ մեծ տրամվայի գծերի հետ կապված նաև այնտեղ այլ թեմաներ կան, մոլիբդենի հետ կապված քաջարանի հանդիպումները շարունակվում են, ինֆորմացիան ստանալու ենք եւ շարունակենք մեր բացահայտումները, նաև ես Եվս մեկ անգամ շեշտեմ, որ մենք բանակցում ենք եւ իմ կարծիքով թույլտվությունը կստանանք եւ այն մարդը, ում մոտ որ այս պայն կա Վազգեն Սարգսյանի թողած նամակը Միացյալ Նահանգներում, մենք հուսով եմ, որ
թույլտվություն կստանանք եւ կհրապարակենք ապագայում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունից առաջ, բայց ես այսպես փորձելով նաև մեր ապագա հաղորդումը անոնսեմ, ասեմ, որ շատ կարևոր ինֆորմացիա ենք ստացել, հենց հիմա ձեզ նշեմ Բելա Քոչարյանի քրոջ բջի հետ կապված, ես ուղղակի այս մարդկանց հետ հանդիպել եմ, ովքեր ինֆորմացիան փոխանցել են, բայց ասեմ թող Բելա Քոչարյանը այդպես 3D ակնոցներով Ռոբիկի հետ նստի ու սպասի մեր այս հաղորդմանը, որովհետև 2005 թվականին փետրվարին Ստեփանակերտ քաղաքում գիշերը ժամը 12:00-ին Գրիգոր Լուսավորիչ փողոցում դրամատիկական թատրոնի մայթին դաժան ծեծելով սպանվել է 20 տարեկան երիտասարդ Էդիկ Լևոնի Բաղդասարյանը, հոր մականունը Լեպեստոկ։ Ես խորհուրդ կտամ Բելային, Ռոբերտին, իրենց բջերին սպասեն, մենք օրերս հանդիպելու ենք այս սպանության հետ կապված տարիներ առաջ, որ տեղի ունեցել Արցախում եւ թող սպասեն մեր այդ օրվա եթերին, այդ մեծ տնկված ոտի կանգնած իրանց թայֆով եւ հասկանան, որ իրանց վերջը մոտ է, դա մեկ եւ երկրորդը նաեւ շատ կարեւոր ինֆորմացիաներ ենք ստացել Քաջարյանի համայնքապետ, ինչ-որ Մանվել Փարամազյան կա քրեական գործերով անցնում այս երիտասարդը, նաեւ մեզ փոխանցել են, որ այս երիտասարդը կապված է Քոչարյանի հետ, այդ քոչարյանական կլանի, այդ պղնձամոլդինային կոմբինատի հետ եւ նաեւ մեզ տեղեկացնեն, որը որ մենք հիմա կհանդիպենք եւ կստուգենք, որպեսզի չխախտենք ամեղության կանխավարկածը, նշենք, որ այս անձնավորությունը չգիտես ինչպես իր հետ փոխկապակցված անձանց անունով հողերա սեփականաշնորհում համայնքային եւ հետո այդ համայնքային հողերը, որը որ կոպեկներով սեփականաշնորհվում են, չգիտես ինչպես այդպես դառնում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականություն։ Սա եւս մենք կճշտենք եւ քաջանցիները ինչ շատ են դիմում երբեք գալու, սիրելի հայրենակիցներ, նշեմ, որ մենք մոտ ժամանակներից բացակայելու ենք Հայաստանի Հանրապետությունից, շատ կարեւոր բացահայտում ունենք անելու եւ անպայման մենք այս ամեն ինչը այսպես ինֆորմացիան հավաքելով անպայման գալու ենք եւ Քաջարյան քաղաքի կենտրոնից բացահայտում ենք Ռոբերտ Քոչարյանին եւ իր քութիկներին։ Նրանք Հայաստանի Հանրապետություն տեղ չունեն։ Նրանք կամ նետվելու են պատմության աղբանոց կամ համապատասխան բերդեր։ Նրանք անելիք չունեն այստեղ եւ մենք դա ձեզ խոսք ենք տալիս։ Լսում ես ուղակի Քոչարյանների ընտանիքի հետ արկածները, հասկանում ես, որ խերոս ընտանիք է այդ ընտանիքը Արամ։ Եվ Արամ չես կարծում, որ մեր քաղաքացիներին պետք է նաեւ կոչ անենք, որ այդ աղջկա օրինակը որ բերեցին նման մարդկանց նաև մեր քաղաքացիները ցույց տան այս տեսանյութերը եւ բացատրեն, որ այդ մարդիկ տարիներ շարունակ թալանել են, երևի Արցախում իրանք չեն տեսել, որ Հայաստանի հետ ինչա կատարվել, ոնց են Հայաստանը թափ տվել, մարդկանց թափ տվել եւ հենց մենք դա էլ անում ենք։ Գործարարներից սկսած լրիվ դատարկել են, ինչեւ այդ բանը տրամվայի գծերը հանե տարել են։ Միանշանակ։ Դե ինչ բավականին երկար ստացավ Արամ, այսօրվա մեր հաղորդումը ինձ թվում է էլի ավելի երկար է կարա ստացվեր, բայց այսքանով երևի եզրափակենք, շնորհակալություն քեզ Արամ, շնորհակալություն ձեզ ելի հետևորդներ, որ հետևում եք մեզ, կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում, պետք է խնդրեմ նաև բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, նաև տարածեք այս տեսանյութը, բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում մեր հայազգին։